սպառազինք։ Երեկվա նիստը ինչպես կգնահատեք։ Բարև ձեզ։ Ընթացակարգային գործընթացում ենք, այսինքն հիմա երեք սկսվել է հարց ու պատասխանի փուլը, դատավարություն է, փուլ առաջ ենք անցնում։ Կարծում եմ այս փուլը ավելի հետաքրքիր է, անգամ լսարանի համար, հայկական հանրության համար, բայց տեսնենք զարգացումներին հետևենք, էլի այնուամենայնիվ վերջն արդյունքին է միտված ողջ այս գործընթացը։ Ինչ կարծիք ունեք այն մասով, որ օրինակ Սահմանադրական դատարանի դեռ որոշումը չի հայտարարվել, սակայն ազգային ժողովը ում արդեն ընտրվում է, թե նախագահը արդեն ընտրվել է, թե հիմա փոխոսնակներն են առաջադրվում, ինչ կարծիք ունեք այս մասին։ Շատ բացասական կարծիք, սա անհարգալից վերաբերմունք է ու ըստ էության, արհամարանք է հենց այս բարձր դատարանի նկատմամբ, որովհետև իրենք ցույց են տալիս, որ կանխորոշված են գործընթացները, իրենք արդեն գիտեն ինչպես է ամեն ինչ ընթանալու եւ արդեն իսկ process-ի մեջ են շարունակաբար ձևավորում են, Սա խոսում է այն մասին, որ ժողովրդավարական արժեքները, իրավական պետությունը, սահմանադրաիրավական նորմերը լրջագույն սահմանադրական ինստիտուտները, ինչպիսին սահմանադրական դատարանն են, այս քաղաքական ուժի համար ուղղակի սեփական քաղաքական օրակարգի համատեքստում ինչ-որ անվանումներ են եւ բովանդակային առումով իրենց գոնե հանրային տեսանկյունից կաշկանդելու խնդիր չունեն, ինչպես իրենք ի սկզբանե, դեռևս 2005-ից մի քանի 100 ընտրատեղամասի արդյունքները ամփոփած երբ դեռ հաշվարկներն ընթացքում են կանգնեցին եւ հռչակեցին իրենց հաղթողուժ եւ ասուլիսով հայտարարեցին իրենց ազդարարեցին իրենց հաղթանակը, այնպես էլ հիմա մենք գործընթացում ենք պատմական աննախադեպ իրավիճակ է, որ առավելագույն թվով ընտրություններին մասնակցած քաղաքական ուժեր անհամաձայնություն են հայտնում ընտրության արդյունքների հետ, իսկ այս քաղաքական ուժը ինքը մեկնարկում է գործընթացներ, ընթացակարգային, այսինքն որևէ կերպ չի կաշկանդում իրեն, գոնե ֆորմալ առումով սպասելու Սահմանադրական դատարանի որոշմանը վերջնական։ Ինչ ակնկալիք ունեք Սահմանադրական դատարանից, ձեր կարծիքով օրինակ հնարավոր են նոր ընտրություններ լինեն։ Ես առնվազն նախ առաջին հերթին պարբերաբար հայտարարել եմ, որ ընտրական օրենսգիրքը հիմնարար սկզբունքներ ունի հռչակած, ինչը վերահաստատված է եւ առաջնային աղբյուրը մեր սահմանադրությունն է, որ ընտրական գործընթացները եւ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ, ուղղակի եւ գաղտնի քվեարկության հիմնասկզբունքներով, այս 5 սկզբունքներն էլ խախտվել են ու խախտվել են այն ձևաչափով, որ այդ խախտումները ազդեցություն են ունեցել վերջնարդյունքի վրա ընտրությունների։ Միջամտություն է տեղի ունեցել քաղաքացու ազատ կամքին։ Սահմանադրական դատարանի նկատմամբ կան որոշակի վերապահումներ, բայց այնուամենայնիվ մենք չենք կարող իրավական ինստիտուտներ շրջանցել։ Ես գտնում եմ, որ մենք պարտավորվածություն ունենք դիմելու Սահմանադրական դատարան, որովհետև այն սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինն է, գոնե սահմանադրությամբ ամրագրված, եւ հիմա Սահմանադրական դատարանի դատավորները իրապես լուրջ հնարավորություն ունեն կամ վերջնականորեն հերքելու այդ վերապահումները, կամ վերջնականորեն եւս մեկ մեծ քար նետելու մեր երկրի սահմանադրական մշակույթի եւ սահմանադրականության նկատմամբ։ Ուստիև ես առնվազն մենք գիտեք, անվավերության պահանջով ենք դիմել ուժեղ Հայաստան դաշինքը, այնուամենայնիվ առնվազն Բարգավաճ Հայաստանի դրվագով Սահմանադրական դատարանը այդ առերևույթ հակաիրավական միջամտությանը գնահատական տալու հնարավորություն ունի, այսինքն մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու հնարավորություն ունի։ Մելոյան, ունեք տեղեկություն, միասնական ընդդիմությունը քննարկել է ինչ է անելու Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումից հետո։ Կարծես հետևել եք, մեր առաջնորդը պարոն Կարապետյանը հայտարարել էր օրակարգ, միասնության օրակարգ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հետագա գործընթացներ ձևավորելու, դեռևս չի ամփոփվել այդ գործընթացը, ընթացս հանդիպումներ են աշխատանքային տեղի ունենում, քննարկումներ են տեղի ունենում եւ ըստ զարգացումների էլ համենայն դեպս հանդես կգան հայտարարություններով, այս պահին վերջնական կամ միասնական դիրքորոշում դեռևս ձևավորված չկա։ Պարոն Կարապետյանը հանդիպել է ընդդիմադիր այլ գործիչների հետ։
Ընթացքի մեջ են հանդիպումները, բարբերական բնույթ են կրում, հանդիպումները դեռ շարունակական են, այո, մի շարք գործիչների հետ հանդիպումներ կայացել են։ Որ գործիչների հետ են կայացել։ Այդ տեսեք հիմա Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ եղել է։ Հիմա տեսեք, ինչքանով ինձ հայտնի տեղի չի ունեցել, բայց հնարավոր է այդ փուլը, երբ որ քննարկումների կամփոփվեն, կավարտվեն, հանրամատչելի կերպով, ինչպես մենք միշտ անում ենք, կներկայացնենք process-ը։ Շնորհակալ եմ։